Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Մելիքյան, մերժվեց միջնորդությունը։ Միջնորդությունը մերժվեց, ցավոք սրտի մենք, ինչպես նշեցի, տարբերակված մոտեցման արժանացանք։ Ես բերեցի մի շարք գործեր ըստ ինձ, որոնք որ ամբողջ դաշտն էին պարունակում, այլ գործեր չկարողացա գտնել, որ այս հոդվածը կիրառվել է, էլ դատախազի նկատմամբ, էլ դատավորի նկատմամբ, էլ նույնիսկ հարկադիր կատարողի նկատմամբ բոլորը տուժող են եղել։ Թե ինչի Էդգար Ղազարյանի վերաբերյալ գործով տուժողներ ներգրաված չեն, թե ինչի մենք զրկվեցինք օրինակ տուժողի հետ հաշտվելու օրենսդրական հնարավորությունից, իրավաբանության տրամաբանության մեջ ինձ հասկանալի չի, քաղաքական տրամաբանության մեջ ինձ լրիվ հասկանալի է։ Ցավում եմ, որ դատարանը շատ արագ որոշում կայացրեց, օրինակ չուսումնասիրեց իմ կողմից ներկայացված գործերը, ես համարում եմ դա ոչ այնքան իրավաչափ վարքագիծ։ Մեր պատկերացմամբ պետք է այդ մարդիկ ճանաչվեն տուժուկ, մի հատ գային լսենք այդ մարդկանց, իրենց վերաբերյալ արատավորող, իրենք իրենց համարում են արատավորող տեղեկության տարածման զոհ, այսպես ասած, թե ոչ։ Ինչպես կարող է, գիտեք ինչու, որովհետև չի կարող իմ պատկերացմամբ իրավաբանը, որը որ հարգում է իր մասնագիտությունը, այն փաստերը, որոնք որ նշված են, որ գնահատական են իրենցից ներկայացնում, այլ ոչ թե տեղեկություն, դա ներկայացնի իմ պատկերացմամբ դա անհնար է, որ արատավորող տեղեկություն համարի։ Ես կարծում եմ սրանով քաղաքական իշխանությունը պաշտպանում է սահմանադրական դատարանի դատավորներին, որովհետև նրանք կարևոր գործառույթ ունեն կատարելու, այն խայտառակ որոշումը, որ կայացվել է, որ առիթ է հանդիսացել այս վարույթի, մասնավորապես Արցախից հրաժարվելու, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու վերաբերյալ այդ հայտնի որոշումը, դա դեռ վերջը չէ, նրանք մեկ այլ որոշման կայացման խնդիր ունեն կապված Ադրբեջանի հետ ենթադրյալ հնարավոր այսպես կոչված խաղաղության իրականում ստորացման պայմանագրի հետ։ Ես կարծում եմ, սա քաղաքական այս որոշմամբ, այս մերժմամբ քաղաքական բնույթ է այս դատավարության էլ ավելի հասկանալի դարձավ, անգամ անկողմնակալ Հարապես վարույթի հետ ոչ մի կապ չունեցող անձանց համար։ Պարոն Մելիքյան, այստեղ մի հարց էլի, այ զրպարտության եւ վիրավորանքի գործերը քաղաքացիական օրենսգրքով, եթե անձի դեմ է, այ ձեր կարծիքով պետությունը ինչու է հենց դատավորին զրպարտելու եւ վիրավորելու հոդվածը քրեականացնել, չեք կարծում, որ այստեղ կա ինչ-որ նպատակ, հա, որ դատավորի հեղինակությունը պետք է բարձր պահվի։ Միանշանակ այդ նպատակը կա։ Միանշանակ։ Բա ինչու եք այս դեպքում ասում, որ քաղաքական է հետապնդումը, երբ որ դատավորի նկատմամբ է խոսքը, այսինքն այս սահմանը ո՞րն է, դատավորի նկատմամբ ինչ կարող է։ Շնորհակալություն։ Մի վարք իմ մեղադրանքը, չէ՞ դες ասեմ, զրպարտության եւ վիրավորանքի մաս չկա ստե գրած։ Մենակ դա արատավորող տեղեկություն։ Ես ու Արաքսը իրար հասկացանք, որտեղ զրպարտություն հասկացությունը ներառում է արատավորող տեղեկություն։ Ես կարծում հարցի կոնտեքստը այդ է, հարցի կոնտեքստն այն է, որ նախկինում այն ինչ որ հիմա արատավորող տեղեկություն տերմինն է կիրառված, նախկինում դրա անունը ընդհանրապես դրված էր որպես զրպարտություն, այստեղ տերմինաբանական հարցը մենք կարող ենք իրավաբանների համար հասկանալի լինելու համար օգտագործենք զրպարտություն տերմինը այստեղ։ Մենք երբևէ չենք վիճարկել այս հոդվածի իրավաչափությունը, այսինքն դատավորների առանձնացնել եւ նրանց ինքնուրույն պաշտպանության այսպես տակ վերցնել։ Դա մենք չենք վիճարկել, ավելին, ինչպես ես դատարանում նշեցի, նույնիսկ կա դատավճիռ օրինական ուժի մեջ մտած կոնկրետ դատավորի նկատմամբ այս հոդվածի կիրառման։ Խնդիրը այն չի, որ այդ հոդվածի առկայությունը սխալ է, շատ էլ ճիշտ է։ Ուղղակի տարօրինակ զուգադիպությամբ այդքան նիկոլական քարոզչությունը այդքան դատավորների նկատմամբ հարձակում գործեց, ոչ մի անգամ այս հոդվածը չկիրառվեց, ոչ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվեց, ոչ ընդհանուր իրավասության բազմաթիվ դատավորների նկատմամբ կիրառվեց, որոնց օրինակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակող դատավորների նկատմամբ մի քանի դատավորների այնպիսի թշնամանք էր տարածվում, որ ոչ միայն այս հոդվածը, այլ չգիտեմ, գուցե նաև բազմաթիվ այլ հոդվածներ պետք է կիրառվեն։ Երբեք քրեական վարույթ չնախաձեռնվեց։ Խնդիրը այստեղ այն է, որ Էդգար Ղազարյանի ասած մտքերը մենք սա է մեր դիրքորոշումը, մենք հաջորդ դատական նիստին մեր բազմախոսքում կասենք։ Ուղղակի տեղեկություններ չեն, դրանք գնահատականներ են այս հոդվածի տակ որևէ կերպ տեղավորվել չեն կարող։ Եվ մենք հասկանում ենք, թե ինչու օրինակ սահմանադրական դատարանի դատավորները օրենքով սահմանված ժամկետում չեն դիմել քաղաքացիական դատարան, քաղաքացիական դատավարության կարգով օրինակ վիրավորանքի կամ զրպարտության համար, տվյալ դեպքում զրպարտության համար Էդգար Ղազարյանից որոշակի պահանջներ ներկայացնելու համար ժամկետները անցել են, չեն դիմել մարդիկ։
Այսքանը։ Եթե կարելի է մի հարցել, դուք կարծում եք իսկապես համանդրական դատարանի աշխատակազմի ղեկավարն է, որ այս գործը թեև փաստաթղթերում այդպես է, չէ, ինքն է ներկայացել, իրականում ինքն է հենց իր նախաձեռնության բարել, թե դատավորները քողարկված ձևով կապ ունեն այս ամենի հետ, այս պրոցեսների հետ։ Գործընկերոջս հետ վարազդանթարությունների հետ ունենք գնալու սահուն ձևով փոխանցեմ Էդգար Ղազարյանին, բոլորին շնորհակալություն։